Բարև ձեզ, իմ ու իմ գեղեցկուհի ընկերու համար տոմսեր ունեք? Ինչ կներեք, չլսեցի։ Մենք գեղեցիկ զույգ ենք? Օ, շնորհակալություն։ Սիրելիս, կարող է Grand Candy Matryoshka կոնֆետներից ուտես։ Իմ ամենասիրած կոնֆետներն են։ Ես էլ կուտեմ։ Սամսոնիչ, Ասա։ ինձ այսօր ինչ չօգնեցիր մաթեմիստու գողականի ժամանակ։ Քո պատճառով երկուս եմ ստանալու։ Նախ իմ պատճառով չէ, այլ քո, երկրորդն էլ ես իմ խնդիրներն էի լուծում։ Մի խափի։ Քոնն ու Անժելինը։ Դե ես Անժելին պարտավոր եմ օգնել, որովհետև ինքը իմ ընկերուհին է։ Ինչ։ Հա, ես ու Անժելը իրար հետ ընկերություն ենք անում։ Երբանից։ Այսօրվանից։ Այսօր երբանից։ Ավելի կոնկրետ մաթեմիստ ու գողականի ժամանակ։ Անժելը ինձ թղթիկ տվեց, մեջը սրտիկ էր նկարած։ Մենակ սրտիկ։ Դե մեկ էլ սրտիկի տակ։ Ինչ սրտիկի տակ։ Դե դա էական չի, մի փոքրիկ խնդրանք։ Ուզում էր խնդիրները լուծեի։ Ու դու խորացել ես, որ դուք ընկերուհի եք։ Հա, ավելին ասեմ, ես հեսա մի ժամից գնալու եմ իր հետ կինո։ Ահա, Անժելն ա զանգում։ Ալո։ Հա։ Հա։ Ահա։ Հա, լավ, խնդիր չկա։ Ու ինչ էր ասում։ Ասում է այսօր հիվանդա չի կարա գա կինո։ Ու վсё։ Հա, դե դա էական չի, ու մեկ է մի փոքրիկ խնդրանք։ Ինչ։ Խնդրեց, որ ես իրա տնայինները լուծեմ։ Դե հիվանդա չի կարա։ Չես հասկանում, որ ինքը քեզ օգտագործում է։ Ինչ ես խոսում։ Դու իմ աղբերն ես, ու ես չեմ ուզում, որ ուրիշը քեզ օգտագործի։ Ճիշտն ասած չեմ ուզում ուրիշը օգտագործի, որ մենակ ես օգտագործեմ, ու իմ դասեր անի։ Астрид, скажи мне, пожалуйста, իսկ Լեոնարդո Դիկապրիոն գարոսկոպով ինչ նշան, ա? Լեոնարդո Դիկապրիոն ըստ չինական ամացույցի ծնվել է կարիճի նշանի տակ։ Իսկ մի հատ կնայես իմ ու Լեոնարդո Դիկապրիոյի նշանների համատեղելիությունը ինչքան է։ Այդ եղջյուրների եւ կարիճների համատեղելիությունը կազմում է 32%։ Неплохо для первого раза։ Իսկ մի հատ կնայես իմ ու Բրեդ Պիտի նշանների համատեղելիությունը ինչքան է։ Այդ եղջյուրների եւ աղեղնավորների համատեղելիությունը 92% է։ Ձեր ձայնի տատանումներից ես հասկանում եմ, որ դուք ուրախ եք։ Ուրախ եմ не то слово, Астрид, я летаю, я в раю։ Աստրիկ, իսկ որ սուրճը խմեմ, կապույտը թե կարմիրը։ Ես այս ցերեկվա ժամի համար խորհուրդ կտամ կապույտը։ Спасибо։ Так, ինչ պիտի քեզ հարցնեի։ Լանա, ես ում հետ էիր խոսում։ Աստրիկի։ Աստրիկ նոբա։ Աստրիկը դե Հա, հասկացա։ Այսինքն հիմա ինչ որ հարցնեմ կխոսա։ դա։ Բարև Աստրիկ։ Բարի օր, Ջուլիետտա։ Աղջի ջան, ես ինչ ճանաչում ա։ Այո, ես ճանաչում եմ այս տանը բնակվող բոլոր մարդկանց։ Աստրիկ, родненькая, скажи, пожалуйста, ես եմ ավելի սիրուն, թե Ջուլիան։ Ուսումնասիրելով ձեր Facebook-յան լուսանկարները եւ այն համեմատելով գեղեցկության ստանդարտների հետ, ես կարող եմ եզրակացություն անել, որ ձեզանից ավելի գեղեցիկ է Լանան։ Լսի, Աստրիկ, ես ինչ գրողուսով ցավ ես։ Հիմա էլ դու պիտի ասես ես եմ ավելի սիրուն թե Լանան։ Սա ուղղակի վիճակագրության վրա հիմնված եզրակացություն է, ոչ մի անձնական խնդիր։ Ձենդ կտրի այ պլաստմասի կտոր։ Կխնդրեի ինձ չվիրավորել։ Թե չէ ինչ
կարաս անես, այդ փչացած ռադիո։ Իսկ ես կարամ քեզ անջատեմ միացնեմ։ Ահա, լավա, լավա։ Յուլիա Պիկրատի, կփչացնես։ Փչանա, ինձ ինչ։ Դուրա, որ փչանա, 300,000 դրամ ես տալու։ Չէ, ոչ մի բան էլ չեմ տալու։ Դե ուրեմն ու գմանիս։ Ձիրովնյա։ Աստղիկ, ամեն ինչ նորմալ, ա? Աստղիկ, շոտիկի փչացրեց։ Աստղիկը լսում է։ Հայ, Աստղիկ, ամեն ինչ նորմալ, ա? Այո, ամեն ինչ կարգին է։ Ամեն ինչ կարգին է։ Ամեն ինչ կարգին է։ Ամեն ինչ կարգին է։ Այս Ջուլիկը այնքան միացրեց, անջատեց, որ Աստղիկի կուկուխան թռավ։ Ամեն ինչ կարգին է։ Ամեն ինչ կարգին է։ Ладно, պարզա։